այն ինչ տեղի ունենում, ոչ միայն լրջորեն մտահոգիչ է, այլև օգտագործվելու է եւ օգտագործվում է տարածաշրջանում նոր էսկալացիաներ հրահրելու համար։ Ուղիղ 5 ամիս առաջ հունվարին Հայաստանի վարչապետը հայտարարեց, թե Բաքվում պահվող գերիների դեմ սկսված դատերով Ադրբեջանը հող է նախապատրաստում նոր ռազմական էսկալացիայի համար։ Ավելին, մենք տեղեկություններ ունենք հետախուզական, որ այդ մարդկանց նկատմամբ հոգ է ներգործում արգելված միջոցներ են կիրառում, որպեսզի տարածաշրջանային էսկալացիաները հրահրելուն ուղղված խոսույթներ, ցուցմունքներ կորզվեն նրանցից։ Մենք շատ մտահոգված ենք այդ process-ով։ Այդ օրերին սկսվել էր Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությունը։ Մոտ 1.5 տարի Բաքվում գտնվող հայերին պատկերող առաջին տեսանյութերն ու լուսանկարներն էին տարածվել բռնության ենթադրյալ նշաններով։ Երևանում սկսվել էին ցույցեր։ Այդ դատավարությունը օգտագործվելու է Հայաստանի Հանրապետության դեմ։ Այդ մարդկանցից հոգ է ներգործուն արգելված միջոցներով շատ հնարավոր է, որ այնպիսի ցուցմունքներ կորզեն, որ օգտագործեն ամենատարբեր ձևերով Հայաստանի Հանրապետության դեմ։ Այսօր դատաքննության մեկնարկից շուրջ կես տարի անց ինչ է հայտնի նրանց առաջադրված մեղադրանքների ու քննվող գործի մասին, ինչպես ենք մենք լրագրողներս դրան փակ դատերից տեղեկություններ ստանում եւ ինչ է արվում գերիներին տուն վերադարձնելու համար։ Այս մասին ենք այսօր զրուցելու հայ գերիների դեմ դատական նիստերին հետևող իմ գործընկեր Արտակ Խուլյանի հետ։ Ես Հեղինե Բունյաթյանն եմ, դուք լսում եք Ազատության մեկ թեմա հաղորդաշարը։ Ողջույն Արտակ, նախ ամենասկզբից կասես, քանի հայ ունենք Բաքվի բանտերում եւ ինչպես են նրանք ազատազրկվել։ Ողջույն Հեղինե, Բաքվում 23 հայ է պահվում, որոնցից 16-ը 2023-ի սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակման հետևանքով գերեվարված անձինք են, 8-ը Արցախի նախկին պաշտոնյաներ, նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը եւ այլ ռազմաքաղաքական ղեկավարներ նախկին։ Մնացած 7 գերիներն ավելի վաղ են գերեվարվել, այդ թվում Արցախի շրջափակման ընթացքում սեպտեմբերյան ագրեսիայից ամիսներ առաջ Հակարի կամրջից Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաներից անգամ մենք հիշում ենք օրինակ 68-ամյա Վագիվ Խաչատրյանի դեպքը, դրան բառացիորեն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենայից առևանգեցին հենց կամրջից։ Երբ որ Կարմիր խաչի աշխատակիցներից մեկը դիմադրում էր, որ պապային չտանեն, իրենց ներկայությամբ հարձակնեն, ասել են, որ ուժ կգործադրեն, եթե շարունակեն։ Նա Հայաստան էր տեղափոխվում Հակարի կամրջով, հարազատները մեծ զրույցում ասել էին, որ առողջական խնդիրներ ուներ Խաչատրյանը, սակայն նրան ձերբակալեցին եւ տեղափոխեցին Բաքու եւ առևանգումից ժամեր անց Բաքուն նրան ցեղասպանություն իրականացնելու մեղադրանքներ առաջադրեց, հարազատները մեծ զրույցում այս մեղադրանքները շարունակ հերքում են։ Բաքվում է պահվում նաեւ նոյեմբերի 9-ի համաձայնագրից հետո Շուշիի մերձակայքում առևանգված լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանը, նա մեղադրվում էր վարձկանության ու ահաբեկչության համար, 20 տարվա ազատազրկման դատապարտվեց Բաքվում։ Հիմա այն մասին Հեղինե, թե ինչպես են ձերբակալվել այստեղ, տեղին կլինի ասել, առևանգվել Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները, Առաջին առևանգվածներից նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն էր, Պաշտպանության նախկին հրամանատար Լևոն Մնացականյանն ու Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Ադրբեջանական պաշտոնական աղբյուրները չէին հստակեցրել ինչ պայմաններում են ձերբակալվել մյուս պաշտոնյաները, օրինակ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը եւ Բակո Սահակյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ուշագրավ է, որ նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը իր մոտալուտ ձերբակալության մասին ինքը տեղեկացրել էր Facebook-ում, պաշտոնյան հաստատել էր, որ ներգրաված է Բաքվի սև ցուցակում, թե ինչ սև ցուցակի մասին է խոսքը, պաշտոնապես չէր հստակեցվել, սակայն այդ օրերին Բաքուն հայտարարում էր 300 հոգու նկատմամբ միջազգային հետախուզման մասին, Reuters-ն էր գրել, որ Բաքվի վարչակազմը մոտ մի քանի 100 անց ընդգրկող սև ցուցակ ունի այսպես։ Իսկ Բաբայանն ինչու էր համաձայնել ինքնակամ այսպես ասած հանձնվել։
Բարդ է հստակ տեղեկություն հայտնել, սակայն այդ օրերին տարբեր աղբյուրներով, այդ թվում մեր հետ ներքին զրույցներում պնդում կար, որ Դավիթ Բաբայանը համաձայնվել է հանձնվել եւ Բաքու գնալ այն պայմանով, որպեսզի ադրբեջանական իշխանությունները թույլ տան Արցախի ժողովրդին այդ օրերին դուրս գալ Արցախի տարածքից։ Եվ փաստացի նրանց ձերբակալությունից մոտ 1 տարի անց այս տարվա սկզբին հաղորդվեց, որ գործը մտել է դատարան։ Ուր է հասել քննությունը հիմա։ Այստեղ պետք է տարանջատենք դատավարություն ասելով, երկու տարբեր դատավարություններ են ընթանում Բաքվի ռազմական դատարանում, Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության, այդ թվում նախկին նախագահների եւ մյուս պաշտոնյաների դատից առանձին ընթանում է Արցախը ընդամենը 3.5 ամիս ղեկավարած պետնախարարի պաշտոնում եղած Ռուբեն Վարդանյանի դատավարությունը։ Продолжился открытый судебный процесс по рассмотрению уголовных дел в отношении 15 граждан Республики Армения. Դրվագ առ դրվագ Բաքվի դատարանում ուսումնասիրվում է այն հանցագործությունները, այսպես ադրբեջանական կողմի ձևակերպումն է, որոնց համար մեղադրվում են Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները, утверждающих уничтожение культурного наследия на суверенных территориях Азербайджана, ранее оккупированных Арменией. Так, с помощью օրինակ Շուշի ադրբեջանական կողմի ձևակերպումն է, օկուպացիային անդրադարձ կար, օրերս այլ Աղդամի օկուպացիային էր, այսպես ադրբեջանական կողմի ձևակերպումն է անդրադարձ եղել եւ պարբերաբար այնտեղ վկաներ ու տուժողներ են դատանում ներկայանում, տարբեր մեղադրանքներ են հնչեցնում, օրինակ նույն Արցախը, ինչպես ասացի, ընդամենը 3 ամիս ղեկավարած Ռուբեն Վարդանյանի հասցեին պատերազմական հանցագործություններից մինչև ահաբեկչություն այն դեպքում, որ նա անգամ պաշտոնե լիազորված չի եղել ռազմական հարցերով զբաղվելու։ Продолжилось открытое судебное заседание по рассмотрению уголовных дел. Ընդ որում ամեն անգամ արդեն 5 ամիս շարունակ ադրբեջանական լրատվամիջոցների անխտիր բոլոր ռեպորտաժները սկսվում են միևնույն բառերով. բաց դատավարության ընթացքում քննվել են այս կամ այն դեպքերը, ցուցմունք են տվել այս կամ այն տուժողները, բայց արդյոք իսկապես այդ քննությունը բաց է եւ եթե այո, ում համար։ Դատավարությունը փաստացի փակ դռների ետևում է ընթանում, առանց միջազգային լրատվամիջոցների ու փաստաբանների, դրանք ուղիղ չեն հեռարձակվում, օրինակ Ազատության ադրբեջանական ծառայության գործընկերները մեզ փոխանցել էին, որ իրենք եւս ցանկացել են լուսաբանել այս դատաքննությունները, սակայն նրանց այդ թույլտվությունը չի տրվել, նաեւ մեզ հետ զրույցում օրեր առաջ գերիների հարցերով զբաղվող իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը ասաց, որ ստուգված տեղեկություններ ունի, որ Ադրբեջանն արգելում է միջազգային անկախ դիտորդներին, փորձագետներին ու դիվանագիտական ներկայացուցիչներին մասնակցել Բաքվում ընթացող հայերի դատավարություններին։ Ցուցակագրվում են նախապես, անունները համաձայնեցվում են ադրբեջանական պետական մարմինների կողմից եւ անկախ երրորդ անձինք զրկված են դատավարությանը ներկա գտնվելու հնարավորությունից։ Անգամ Սահակյանի խոսքով նիստերին մասնակցել ցանկացողները հետապնդումների են ենթարկվում։ Նրանց հարցաքննել են, ողջ շարժի ընթացքում հետևել են եւ տարբեր ուժային ահաբեկող մեթոդներով փորձել են վախեցնել անձին, այստեղ ոչ միայն սովորական Այս պահին այս տեղեկությունները որևէ կերպ պաշտոնական աղբյուրները չեն մեկնաբանել, սակայն գիտենք Ադրբեջանում մամուլի ազատությունը լուրջ խնդիր է եւ հիմնականում լրատվամիջոցները պետական վերահսկողության ներքո են գտնվում եւ այս դատավարությունը լուսաբանող լրատվամիջոցներն էլ հիմնականում շատ նեղ շրջանակ է լրատվամիջոցների եւ պետական լրատվամիջոցներ են կամ իշխանամերձ լրատվամիջոցներ։ Подтвердил факт съемки видеоматериала и заявил, что помнит цель визита Сержа Саркисяна на данную территорию. Он также назвал ряд лиц, запечатленных на видеокадрах: Серж Саркисян, Монте Мелконян, Мовсес Акопян. В то время Ազերթաջը ռուսերեն մասնավորապես ռեպորտաժներ է պատրաստում, տեսանյութեր, դրանք էլ եթե ներկայացվում է որևէ պաշտոնյայի խոսք, դրանք թարգմանաբար են ներկայացվում եւ հնարավորություն չի լինում նաեւ հասկանալ արդյոք նույն Արայիկ Հարությունյանը այս հայտարարությունն արել է թե ոչ։ Միակ
հնարավոր տարբերակը վերջին շրջանում նման դեպքի եղել է, որ պարզենք արդյոք այդ տեղեկություններն իրականությանը համապատասխանում են թե ոչ, հենց մեղադրյալներն են, որոնք իրենց ընտանիքների անդամների հետ կապվելու հնարավորություն են ունենում պարբերաբար եւ հերքում իրենց վերագրվող տեղեկությունները։ Նոր այս լրատվամիջոցներում տեղեկություն է դուրս եկել, ինքնին ես ասել եմ, որ Իվանյանի դեպքերի մասին 1992 թվականին մի ձև է մեկնաբանել, որ ես ասել եմ, որի հակառակ։ Ես ասել եմ, որ դա պատասխանատուն հենց այս կողմն է, ադրբեջանական կողմը, եւ դա եղել է մեր իշխանական պայքարի արդյունք։ Օրինակ վերջերս Դավիթ Բաբայանը հերքել էր Ազեր Թաջի կողմից տարածվող տեղեկությունը, թե իբր ինքը հայերին է համարել Խոջալուի դեպքերի կազմակերպիչ։ Նույն Վարդանյանը հայտարարում էր, որ իր ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են։ Это протест против процесса, против того, как идет данный процесс. Նա ասել էր, որ իր թարգմանչին փաստաբանին ստիպել են իրենց ստորագրությունները դնել այդ փաստաթղթերի տակ։ Если судите профессионально, публично, открыто. Ուշագրավ է, որ նույն այդ տեսանյութերը, որոնց մասին խոսեցի հեղին է, դրանք հրապարակվում են դատավարությունների հիմնականում հաջորդ օրը։ Եվ ես լինելով լրագրող գիտեմ, որ հնարավոր է նույն օրը պատրաստել ռեպորտաժներ կամ ուղիղ եթերներ վարել, թե ինչի է լրագրողներից Ազեր Թաջի պահանջվում գրեթե մի օր նման ռեպորտաժ պատրաստելու համար, ընդ որում դրանք 5-6 րոպեանոց ռեպորտաժներ են, հայտնի չէ, եւ հենց սա է կասկածի առիթ հանդիսանում, որ հնարավոր է այդ տեղեկությունները ինչ որ մարմնի կողմից վերահսկվում են, խմբագրվում, նոր արդեն այսպես մաքուր գերզտված տարբերակով հրապարակվում։ Իսկ ո՞րն է վերջնական նպատակը։ Փաստացի այս դատերը կազմակերպվում են գրեթե ամենօրյա ռեժիմով կամ առնվազն շաբաթը 2-3 անգամ։ Դատարան են կանչվում հարյուրավոր մարդիկ եւ սա մի երկրում, որտեղ արդարադատություն չկա ըստ իրավապաշտպան կառույցների եւ Ալիևի մեկ հրահանգով անմեղ մարդիկ հայտնվում են բանտերում։ Ինչի է ուզում Բաքուն հասնել սրանով։ Մի փոքր բարդ է հստակ ասել, սակայն մասնագետները ամենատարբեր վարկածներն են առաջ քաշում, թե Բաքուն ինչ շարժառիթներով է առաջնորդվում հայերի դատաքնությունը փաստացի շոուի վերածելով։ Այստեղ կարելի է դիտարկել մի քանի տարբերակներ, որոնք տրամաբանական են, օրինակ ներքին լսարանի համար է այս ամենն արվում եւ իշխանության վարկը բարձրացնելու համար մի քանի տասնամյակ գիտենք ադրբեջանցիները պարտվողի դերում են եղել եւ սա մասնագետներն են ասում եւ հիմա կարծես հարմար ժամանակ է որ նրանք պարպեն իրենց մեջ տարիներով կուտակված էներգիան։ Մյուս թեզը հեղին է այն է որ սա հայկական լսարանի համար է հոգեբանական ճնշում գործադրելու նաեւ հայաստանյան իշխանություններին ճնշելու զիջումների գնալու համար, որ մեր հանրային քաղաքական եւ լայվ լրատվական դաշտում դա անդադար այս ներքին ուրեմն խմորումներ առաջացնող թեմա դառնա։ Իրավապաշտպանները շեշտում են, որ սա նաև այսպես հայելային քաղաքականություն է, որ Ադրբեջանը սեփական հանցագործությունները այն ինչի համար ինքը մեղադրվել է տարիներ շարունակ, տասնամյակներ, վերագրի հայերին։ Այդ են խոսում նաև պաշտոնյաները նախկին նույն հայաստանցի, որոնց անունները նույնպես, այս դատավարության ընթացքում շեշտվում են պարբերաբար, թեև նրանք մեղադրյալի կարգավիճակ չունեն, օրինակ նույն Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սերյան Օհանյանինը ոչ միայն մեզ, այլ միջազգային հանրության համար հասկանալի է, չէ՞ որ ինչպիսի պայմաններում են ընթանում այդ դատավարությունները եւ ինչ ճնշումների, ինչ ազդեցության շնորհիվ կարող են իրենք կորզել տարբեր տիպի տեղեկություններ եւ այդ տեղեկատվությանը լուրջ չպետք է վերաբերվել։ Խոսվում է նաև միջազգային հանրության մասին, որ այսպես այս դատավարությամբ հայերը ներկայացվեն որպես մարդկության դեմ ամենածանր հանցագործություններ կատարած ժողովուրդ։ Մենք գիտենք ամենատարբեր լրատվամիջոցներով նույն ադրբեջանական, ռուսերեն, անգլերեն տարածվում են հոդվածներ, ռեպորտաժներ ադրբեջանական մամուլի ձևակերպումներով հայերի վայրագությունների, ցեղասպանական գործողությունների մասին։ Մասնագետները նշում են տարիներ շարունակ իշխանությունները Ադրբեջանի հայատյաց քաղաքականություն էին իրականացնում դեմոնիզացնելով հայերին, հայ ժողովրդին։ Հիմա կարծես դա տեղափոխվել է միջազգային հարթակ, այդ թվում նաև նույն հայկական լսարանի համար, որ տեսեք ձեր իրական
կան, պատկերը սա է, կամ միջազգային հանրություն, տեսեք, մենք տասնամյակներով ենթարկվել ենք դաժան վերաբերմունքի եւ միակ տուժողը այստեղ մենք ենք։ Բաքվի իշխանությունների կողմից փորձ է արվում Արցախի ազատագրական ամբողջ պայքարը, որը ըստ էության իր ամբողջ էության մեջ իրավունքների համար պայքար է, հայրենիքում ապրելու ինքնորոշման իրավունքի համար պայքար, ադրբեջանական իշխանությունների կողմից ներկայացվում է որպես ահաբեկչական գործողություն։ Եվ ինչպես օրինակ նույն Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Գեգամ Ստեփանյանն է ասում, ադրբեջանական կողմը փաստացի փորձում է ցույց տալ, որ ամենևին էլ հայկական կողմի նպատակը ինքնորոշման իրավունքին հասնելը չէր, այլ ահաբեկչություններ իրականացնելը ադրբեջանցի, այսպես էթնոսի նկատմամբ, քանի որ անդադ խոսվում է ցեղասպանության մասին։ Նախորդ պլանավորված պատրաստված դեմադրություններ են հստակ տեքստով, հստակ պատրաստված, որ կան ու ասեն այն ինչ որ հաճելի է ադրբեջանական իշխանությունների քիմքին, այս process-ում դատավորներն են իրենց դերը խաղում եւ բերված ցուցադրվող այդ ցուցմունք տվողները, վկայություն տվողներն են իրենց դերը խաղում եւ այսպես կոչված հանրային պաշտպաններն են իրենց դերը խաղում։ Աբսուրդային մի իրավիճակ է։ Այս ընթացքում լսել ենք հայտարարություններ, անգամ Միացյալ Նահանգների նորընտիր նախագահի վարչակազմը հասցեական հորդորեց ազատ արձակել հայերին, Եվրախորհրդարանը բանաձև ընդունեց, եղան իրավապաշտպան խմբերի զեկույցներ, հայտարարություններ, դրանք կոնկրետ որևէ արդյունք տվել են, ինչ ունենք հիմա։ Այս բանին ինչ տեսնում ենք, դրանք դեռ միջազգային հանրության կոչերն են, առարկայական քայլեր որպես այդպիսին մենք չենք տեսնում, պարզապես քննարկումներ են այո լինում նույն կոնգրեսում, հարցին անդրադարձ եղավ շաբաթներ առաջ եւ տարբեր հարթակներում Եվրոպական խորհրդանում է քննարկվում, բանաձևեր են ընդունվում։ Հայաստանի իշխանություններն էլ շատ դեպքերում էլի խոսում են ինչ որ քայլերի մասին, բայց դրանք այսպես առեղծվածային են մնում համենայն դեպս մեր լրագրողների համար, քանի որ փակագծեր չեն բացահայտվում, որտեղ այդ ջանքերը հիմնականում դիվանագիտական մակարդակով են գործադրվում, ինչու, որովհետև այս ժանրի մեջ հրապարակային հայտարարությունները իրենք պետքա լինեն շատ նպատակային եւ կոնկրետ նպատակի ծառայեն եւ այդ հրապարակային հայտարարությունների որոշակի դեպքերից անդին արդեն իրենք ոչ մի օգուտ չեն տալիս եւ ընդհակառակ վնաս են տալիս։ Հայտնի է, որ այս հարցը ներառված չէ նույն խաղաղության պայմանագրում ու բանակցություններում եւ դրա մասին ասվել է եւ պայմանագրի մեջ դա ամրագրելը չի նշանակում, որ այդ հարցը այն հարցն է, որը որ պետք է այդտեղ ամրագրել։ Դա այդտեղ ամրագրելու հարցը չի։ Թե ինչ տարբերակով են Երևանն ու Բաքուն քննարկում այս հարցը, չի հստակեցվում, իշխանությունները պատճառաբանում են, թե դա անում են գերիներին չվնասելու միտումով, սակայն նույն ընթացքում իշխանությունները խոսում են, որ Բաքվում ընթացող դատավարությունները թատերականացված են։ Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը այդ խնդիրը ցավոք, էլի ասում եմ, որ մանավանդ խաղաղության գործընթացի համատեքստում, երբ որ անընդհատ փորձ է արվում բերել լրացուցիչ էսկալացիոն գործոններ եւ ընդ որում արդեն իսկ հրապարակային հայտարարություններ խոշտանգումների մասին, արդեն իսկ վիզուալ հիմնավորումներ արգելված միջոցների մասին։ Պաշտոնական Երևանը պնդում էր, թե դրանք դատավարական կոպտագույն խախտումներով եւ խոշտանգման աղաղակող նշաններով են ընթանում։ Միակ բանը այսպես գործնական փաստացի, որ կա իշխանությունների կողմից, որ այսպես հրապարակային է, դա այն է, որ Հայաստանի կառավարությունը հայ ռազմագերիների հարցերով դեռ 2023-ին հայց է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան, դրա քննությունը դեռ ընթանում է, արդյունքներ չկան, դատաքննությունը եւ այս դատաքննությունը որևէ կերպ չի ազդել գերիներին կամ գոնե մի մասին Հայաստան վերադարձնելու վրա։ Երևանն ու Բաքուն նույն ընթացքում համաձայնել են խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո հետ կանչել իրար դեմ ներկայացված միջազգային հայցերը, այս դեպքում թե ինչպես է կարգավորվելու գերիների հարցը անհայտ է մնում։ Շնորհակալ եմ Արտակ։ Հիշեցնեմ, դուք լսում եք Ազատություն ռադիոկայանի հերթական փոդքասթը, հաղորդումը վարեց Սաղինե Բունյաթյանը, կհանդիպենք վաղը նույն ժամին, մեկ այլ թեմայի մանրամասները քննարկելու։